Զորավար Սեպով պատմական վերլուծական կենտրոնում շարունակում ենք մեր քննարկումների շարքը։ Բարև ձեզ։ Պարոն Ներսիսյան, այսօր մեր հաղորդումը ցանկանում եմ նվիրենք Սիրիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին, որտեղ տեսնում ենք, որ նոր իշխանությունները փաստացիորեն դրսևորում են խիստ անհանդուրժողականություն տեղի թե էթնիկ, թե կրոնական փոքրամասնությունների հանդեպ եւ միայն Լաթաքիայի եւ հարակից շրջաններում տեսնում ենք մոտ 1000-ից ավելի լրատվամիջոցների զոհեր։ Ինչ կարող ենք այստեղ ասել, արդյոք դա կատարվում է Թուրքիայի թողտվությամբ։ Ես չեմ կարող վստահորեն պնդել, որ դա Թուրքիայի թողտվությամբ է, որովհետև երեք թե մյուս օրներ Էրդողանը հայտարարությամբ հանդես եկավ, որ ինքը էթնիկ զտումների իմ բառերով եմ ասում էլի, այդ չարաշահումների դեմ է, անկախ հավատից, անկախ ազգությունից, այդ հայտարարությամբ հանդես եկավ, բայց նաև կա հարցի մյուս կողմը, որ կարող է այդպես նա ասում է, բայց ներքուս նա ինչ-որ բաներ հրահրում է, բայց այստեղ կա հարցի մյուս կողմն էլ, էլի, Թուրքիան ինչի պիտի շահագրգռված լինի Սիրիայում պառակտման քաղաքականությամբ կամ պառակտման քաղաքականություն վարելով, իրար դեմ հանելով, դե մենք բնականաբար Թուրքի մեջ միշտ որոնում ենք ցեղասպանին, միգուցե այդպես էլ կա ինչ-որ տեղ, ինչ-որ առումով, բայց ես կարծում եմ, որ Թուրքիայի շահերից ամենևին չի բխում Սիրիայի ներքաղաքական անմիասնականությունը, որովհետև Թուրքիան միշտ վախենում է քրդական խնդրից, ճիշտ է այս վերջերս, երևի չգիտեմ, գաղտնի պայմանավորվածության թե ինչ արդյունքում, Ափոն Օջալանը բանտից այդ հայտնի հայտարարությամբ հանդես եկավ, որ քրդերին կոչ էր անում զենքերը վայր դնել, ոնց որ թե զենքերը նրանք իրոք վայր են դնում, երեք էլ կարծեմ Ալ-Շարի հետ ինչ-որ պայմանավորվածություն թե պայմանագիր ստորագրեց ժողովրդավարական քրդական այդ կազմակերպության առաջնորդը, որ այդ քրդական ենթակառուցվածքները Սիրիայի հետ հյուսիս-արևելքում ինտեգրվում են պետական մեխանիզմին, պետական համակարգին, այսինքն սա ինչ-որտեղ թեպետ նշանակում է, որ զենքերը վայր կարող է տնեն եւ ինտեգրվեն, դա ավելի լավ կլինի, որովհետեւ Մերձավոր Արևելքում խաղաղությունը բոլորի շահերից է էլի բխում, բայց ես մի քիչ թերահավատ եմ, քանի որ քուրդ ժողովուրդը այդպես էլ մնաց իր ցեղային հատկանիշներով առանձնահատուկ եւ ցանկացած բայի նա կարող է հակառակ անել պայմանավորվածությունների հակառակ անել։ Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային, ինչպես ասացի, քրդական խնդիրը միշտ էլ կա, անկախ այդ Օջալանի հայտարարությունից եւ ինչի, տարբեր քրդական ուժեր կան։ Հիմա Սիրիայի խնդիրը, գիտեք ինչով է առանձնահատուկ, որ այնտեղ կան եւ ազգային փոքրամասնություններ եւ կրոնական փոքրամասնություններ, նաեւ կրոնական մեծամասնություններ, ամենայն դեպս որ ասում ենք փոքրամասնություն, կլինի, ասենք ամեն մի կրոնական ուղղությունը, ասենք շիա, ալևի եւ այլ, միլիոնից ավել կլինեն, էլի, եւ դրանք միշտ էլ իրար դեմ հակընդդեմ կեցվածք են, էլի, ոչ թե գրել եւ դրանով եւ այդ հակասությունները կարող է ինչ-որ ջիհադիստներ հրահրել են եւ այստեղ կարող է եւ թուրքական ուրեմն ձեռքն իր մուտք գործը Արաստինի, որին հետեւեց այդ կարելի ասել բառից բուն իմաստով ցեղասպանությունը, որովհետեւ այնտեղ մի քանի ուրեմն տեսաերեզներ նայեցի, տեսնում էր խաղաղ բնակչությանը ինչպես են գնդակահարում, էլի։ Ամեն դեպքում հայկական ընդդիմադիր դաշտը կարծես թե մեկ ընդհանուր միասնական տեսակետ բարձրացրեց, համաձայն որի գնդակահարված փոքրամասնությունների ճակատագրին նաև սպասվում է այդ նույն ճակատագիրը նաև սպասվում է հայ հասարակությանը, եթե տվյալ ժողովուրդը հավատում է խաղաղությանը, հավատում է թուրքերի հետ առնվազն բարեդրացիական հարաբերություններ հաստատելուն, իհարկե այստեղ մենք տեսնում ենք մի կողմից քաղաքական դիվիդենդներ շահելու, քաղաքականություն, մյուս կողմից նաև այն իմաստով, որ կարծես թե թուրքերի հետ առհասարակ հնարավոր չէ խաղաղություն ունենալ։ Ես ճիշտն ասած նման տեսակետները համարում եմ ուռճացված, որովհետև ճիշտ է հայերը միշտ էլ Ասադի ռեժիմի կողմնակից են եղել եւ Ասադը լավ է վերաբերվել հայերին, այսինքն ալևիները եւ հայերը, հայ քրիստոնյաները լավ հարաբերությունների մեջ են եղել եւ այս հանգամանքի հաշվառմամբ կարող է պատահի, ասենք ջիհադիստական այդ խմբավորումները, որոնք միգուցե եւ նոր իշխանություններն են հրահրել, էլի, դա էլ կա Ասադի կողմնակիցների դեմ, որոնք չեն հանդուրժում ինչ-որտեղ նորերին, չէ՞ որ այս Ահմեդ Ալ-Շարանը նախկին Ջոլանին էր, տերորիստ, որի գլխի վրա
գլխի համար միլիոններ էին խոստացում նախկինում, հիմա Ամերիկայի հետ ոչինչ լավ հարաբերությունների մեջ է, բայց ինքը կարող է հրահրաս լինել այդ ամբողջ այդ ցեղասպանությունը, կարելի է այդպես կոչել, կարող է եւ խմբեր կան այնտեղ ալևիների դեմ տրամադրված, որոնք չէին ենթարկվում նրա իշխանությանը, որովհետեւ նրա իշխանությունը դեռևս ամբողջ Սիրիայի վրա տարածված չի, ընդգրկված չի ամբողջ Սիրիայով մեկ եւ նա չի կարողանում իրավիճակին տեր լինել եւ այստեղ Թուրքիան ինչ-որ դեր է փորձում կատարել իր ազդեցությունը Սիրիայում ուժեղացնելու տեսանկյունից։ Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի հետ այդ խնդրին, որ թուրքերն են անում, որ մենք ես էլ եմ հանդիպում նման տեսակետներ, որ թուրքերին չի կարելի վստահել, թուրքերը ամեն րոպե պատրաստ են ցեղասպանության, Սիրիայում դա արեցին, վաղը կարող է նորից մեր հետ անել, դες ցանկացած ժողովրդի էլ ցանկացած պետություն էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ իր շահերից ելնելով երբեմն ասենք տերորիստական խմբեր է պահել, ինքն է ֆինանսավորել, հետո այդ խմբերին հայտարարել է օրենքից դուրս, գլխագին է դրել, այնպես որ դա հատուկ բան է բոլոր երկրների համար, եւ ես չեմ կարծում, որ այս իրավիճակում Թուրքիան շահագրգռված լինի, ինչ-որ հայերին Սիրիայի հայերի հանդեպ հատուկ ինչ-որ մի բան անելու, ինչ-որ նորից կոտորածներ անելու, մեր այդ բանը կա, էլի նախկին այդ պատմական փորձը, այս առումով մենք մի քիչ ուրեմն սխալ ենք երևի տարածվում ինչ-որ process-ների վրա, եւ դա գալիս է նրանից, որ մենք դեռևս ճիշտ չենք պատկերացնում թեպետ արտակուստ այդ տպավորությունը կա, որ պատկերացնում ենք ցեղասպանության դրդապատճառները, ցեղասպանությունը, հայոց ցեղասպանությունը դեռևս չի դառնում ցեղասպանագիտություն, որովհետեւ մենք ճիշտ հասկանանք ցեղասպանության պատճառները առաջին համաշխարհային տարիներին ու այդտեղից ճիշտ եզրակացություն արենք, թե այստեղ բացի թուրքերից ուրիշ ուժեր են եղել, չէ, որոնց հակասական կեսվածքից ընդդեմ հայերի Թուրքիան օգտվել է, էլի։ Դրա համար ես մի քիչ վերապահությամբ եմ մոտենում, թեպետ որ չեմ բացառում ինչ-որ խմբեր կարող է դուրս գան կոնտրոլից եւ այդպիսի բան անեն։ Բայց հիմա ոնց որ մի բան հանդարտվել է իրավիճակը եւ տեսնենք թե ինչ կլինի, հետեւենք դեպքերի զարգացմանը, չփորձենք մարգարե անալ։ Եթե փորձենք սահում անցում կատարենք Սիրիայում թուրքական ազդեցությունից դեպի հայ-թուրքական հարաբերություններ, մենք վերջին օրերին տեսնում ենք, որ Հայաստանը ժամանել շուրջ 1 տասնյակի հասնող թուրքական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, խմբագիրներ եւ այլն, եւ փաստացիորեն հայկական քաղաքական ղեկավարության բավական բարձր մակարդակով, ներգրաված այդ process-ների մեջ հարցազրույցներ, տարատեսակ ուղերձներ եւ այլն, սա միանշանակ չի ընդունվում հայ հասարակության կողմից, համարելով, որ սրանք եւս մեկ քայլ են դեպի եթե իրենց բառերով նշենք, ենթարկվելու թուրքական որոշակի էքսպանսիոնիստական քաղաքականությանը, ինչ կարող ենք այս մասով նշել։ Էլի նույն ձևից այս հարցը նախորդի տրամաբանական շարունակությունն է, որովհետև էլի դա գալիս է նրանից, որ ի վերջո մենք մեծ կոտորացի ենք ենթարկվել Եղեռնի ցեղասպանության թուրքերի կողմից, այսինքն թուրքերը մի քաղաքականություն են որտեղ գրել մեր նկատմամբ, քրդերի միջոցով որը իրականացրել են, ցեղասպանություն, կոտորած, էթնիկ զտում, մամեդականացում եւ այլն, եւ բնականաբար այդ պատմական հիշողությունը մեր մեջ է եւ մենք դա հեշտորեն չենք կարող անել, դրա համար, երբ որ խոսքը վերաբերում է թուրքերի հետ հարաբերությունների դրացիականացմանը, մեր քաղաքական մտքի որոշ կրողներ գտնում են, որ դա հնարավոր չի, էլի։ Հիմա այստեղ նաեւ կարեւոր դեր ունի այն հանգամանքը, որ 44 օրյայի ժամանակ թուրքերը Ադրբեջանի կողքին էին, դա բնական էր, որովհետև հայկական կողմը, հատկապես Արցախի իշխանությունները դրել էին ոչ մի թիզականության սկզբունքով էին առաջնորդվում եւ դա կարևոր դեր ունեցավ այն առումով, որ փոխզիջումային ձևով խնդիրը չլուծվեց եւ բանը հասավ պատերազմի, թե ինչու էլի կամ ուրիշ պատճառներ Եվս, որոնց ես հիմա չեմ ուզում անդրադառնալ, մենք ընդհանրապես մեր հաղորդումների կարող մի օր էլ այդ թեմաներին անդրադառնանք։ Հիմա ես գտնում եմ, որ թուրքերի հետ հարաբերությունները մեր համար անհրաժեշտություն է։ Բոլոր այն տեսակետները, թե թուրքական ապրանքները կգան կլծվեն Հայաստան, հայկական ապրանքները կմնան, եթե մենք այդպես դատենք, Թուրքիան բացի Հայաստանից շատ այլ երկրներ է նաև ապրանքներ հանում, այդ երկրների ապրանքներն են վաճառում, թուրքական ապրանքներն են վաճառում, եւ հիմա մենք ինչքան էլ
ասենք փորձում ենք չէ, տարիներ առաջ նույնիսկ եղել են ակցիաներ, որ ոչ թուրքական ապրանքներին եւ այլ թուրքական ապրանքները միշտ էլ գալիս են Հայաստան եւ մեր շուկան հեղեղված է թուրքական ապրանքներով։ Հետո բացի այդ Թուրքիայից բնականաբար պետք է ներմուծվեն այնպիսի ապրանքներ, որոնք Հայաստանում չեն արտադրվում եւ Հայաստանն էլ կարող է արտահանել Թուրքիայում, Կարսի շրջանում եւ այլն։ Առհասարակ էս Թուրքիայի արևելյան շրջանում, մեր համար արևմտյան շրջանում կարող է ուրեմն տնտեսական կապերի ամրապնդման արդյունքում Հայաստանը նաև օգտվի։ Իսկ քաղաքական առումով, սա էլ ասեմ, քաղաքական առումով անպայման պետք է եւ հիմա Թուրքիան ձգտում է դրան եւ երբ որ մենք ուշադրությամբ նայում ենք Թուրքիայում հանդիպումներին Ալիևի, Էրդողանի կամ Բայրամովի, Ֆիդանի եւ առհասարակ մենք տեսնում ենք, որ թուրքական կողմը միշտ շեշտված է պահում մի բան, որ խաղաղության պայմանագիրը հայ-ադրբեջանական որքան կարելի է արագ կնքվի եւ դա նաեւ այն պատճառով, որ Թուրքիան ուզում է այս տարածաշրջանում խնդիրը խաղաղությամբ ավարտել, դա շատ հակված չի էլի նորից կրակ բորբոքի այստեղ նաեւ կարծում եմ, որ էլի ենք այդ մասին խոսել, հիմա Թուրքիան առհասարակ ձեռք չի տալիս հայ-ադրբեջանական կռիվ եւ Ադրբեջանն էլ դա չի ուզում, այդ հայտարարությունները հարցի մի կողմն են, բայց Թուրքիայի այդ սահմանների բացման խնդիրը թեպետ որոշեցին չէ, երրորդ կողմի համար բացվի սահմանները Մարգարայի եւ այլն, կախված է Ալիևի քաղաքականությունից, այսինքն հայ-ադրբեջանական այդ խաղաղության պայմանագրից, երբ որ դա կնքվի, ես կարծում եմ, որ Թուրքիայի հետ սահմանը կբացվի, երկրորդ պատճառն էլ այն է, որ դա չի լինում, որին ես կրկնում եմ էլի կողմնակից եմ, որովհետև եթե դու քո հարևանների հետ լավ հարաբերությունների մեջ չես, դու չես կարող զարգանալ, խեղդված վիճակում կլինես, տնտեսապես էլ, քաղաքականապես էլ, շրջապատված թշնամիներով, ի վերջո պետք է դռները բացվեն էլի, եւ ցեղասպանության վտանգ ես հիմա չեմ տեսնում, ինչքան էլ ոմանց ականջին կարող է այս խոսքերը խորթնչեն, եւ մենք էլ մեր հնարավորության սահմաններում վերազինում ենք մեր բանակը, ինչպես հայտարարում է նպատակ չունի ագրեսիայի մեկ այլ տերության դեմ, բայց ամենադեպս մեր ինքնապաշտպանության ազգային անվտանգության առումով քայլեր արվում են, այնպես չի որ չեն արվում եւ որը շահարկում է ընդդիմադիր ուժը։ Եվ վերջապես երրորդը այստեղ կա ռուսական գործոնը, քանի որ անորոշ է դեռևս ռուս-ուկրաինական հակամարտության ապագան, իսկ թուրքերը եւ արևմուտքը, նաեւ Ամերիկան այս տարածաշրջանին նայում են դեռևս ինչ-որտեղ որպես ռուսական ազդեցության ոլորտ, որտեղից ուզում են նրան դուրս մղել, այդ ռուսական քաղաքականության ոչ հստակության պատճառով թուրքերը դեռևս չեն գնում այդ կտրուկ քայլերի սահմանների բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով։ Ես ցանկանում եի հարց եղել, նաև դուք ձեր խոսքի մեջ նշեցիք, կապված հայ-թուրքական սահմանի բացման մասով, ինչու որովհետև տնտեսական հարաբերությունների վերսկսումը Թուրքիայի հետ կարող է էական նշանակություն ունենալ, եթե ճիշտ է կառավարվի մենեջմենթի ենթարկվի Հայաստանի տնտեսության համար։ Կարող ենք ենթադրել, որ հայ-թուրքական սահմանի միակողմանի չբացելու պատրաստակամությունը Թուրքիայի կողմից պայմանավորված է հայ-ադրբեջանական հարաբերություններով բացառապես։ Ես մի փոքր նոր ասեցի այդ մասին, ես կարծում եմ դա ամենալուրջ պատճառներից մեկն է, որովհետև հայ-ադրբեջանական հարաբերությունները դեռևս չկարգավորված, դեռևս պայմանագիր չկնքած, դեռևս սահմանազատում չարած, սահմանագծում չարած, հələ անորոշ չէ, ընդամենը քանի կիլոմետր, 12 կիլոմետր սահմանի վրա ենք այդ սահմանազատումը արել, Թուրքիան բնականաբար չի անի դա, որովհետև ի վերջո Ադրբեջանը նա համարում է եղբայր պետություն եւ շատ բաներ կախված է հայ-ադրբեջանական, ինչպես ասացի, հարաբերություններից։ Եթե այդ հարաբերությունները տա Աստված լավ ելքով ավարտվեն եւ խադարցաբար երկու կողմերը իրար հասկանան եւ կան ընդհանուր հայտարարի, ասենք միշտ ինչ-որ մի կետ տրվում է, չէ, անհամաձայնության։ Իհարկե մեր կողմն էլ որոշ բաներին անհամաձայնություն է դրսևորում, ասենք սահմանադրության մեջ ասում են, կողմը ասում է սահմանադրության մեջ դուք ունեք տարածքային պահանջ, մեր կողմը պնդում է, որ մենք սահմանադրության մեջ տարածքային պահանջ չունենք, ինչ տարածքային պահանջի մասին է խոսքը, երբ որ խոսքը գնում է անկախության պահպանման, պետականության պահպանման մասին իր առկա սահմաններով, դա չի նշանակում, որ դու ինչ-որ խնդիր ունես այս տարածքներ գրավելու։ Իսկ ինչ վերաբերում է տարածքներին, որոնք ապօրինաբար Արցախից հետո Ադրբեջանը զավթել է, այդ տարածքները բնականաբար պետք է հետ վերադարձնեն։ Հիմա մի խոսքով մենք էլ ունենք էլի մեր պայմանները։ Հիմա
Բնականաբար, երբ որ այս հարցերը կարգավորվեն եւ այդ հայ-ադրբեջանական հարաբերությունները նորմալանան եւ այդ ճանապարհներն էլ ապաշրջափակվեն, Ադրբեջանի համար Ադրբեջանից դեպի Նախիջևան, մենք մերոնք գիտեք այդ առումով ունեն նաեւ այդ ծրագիրը, այս դեպքում Թուրքիան ավելի շահագրգիռ կլինի եւ կբացի ճանապարհը։ Եվս մեկ հարց հայ-թուրքական հարաբերությունների մասին, մշտապես բացի Արցախյան հիմնախնդիրը Թուրքիայի համար կարևոր է եղել ցեղասպանության հիմնախնդրից հրաժարումը Հայաստանի կողմից։ Շատ հաճախ թուրքական կողմը Հայաստանին մեղադրում է, այսպես ասած, ոչ արդար խաղաղության գնալու ձգտում չունենալով, ինչով որտեղ նշում են, որ Հայաստանում բազմաթիվ են այնպիսի հուշակոթողները, որոնք որ օրինակ հիշատակում են եւ մեծարում են Նեմեսիս գործողության, անդամներին, ովքեր բացահայտ հակաթուրքական, այսպես ասած, վրեժխնդրությամբ են լցված եղել եւ այլն, ճիշտ եք համարում արդյոք այդ դաշտում եւս որոշակի զիջումների գնալու քաղաքականություն։ Չէ, ես այդ դաշտում զիջումների գնալու քաղաքականության կողմնակիցներից չեմ, որովհետեւ ի վերջո եղել է մի վարչակարգ Թուրքիայում, խոսքը իթիհատականների մասին է, որոնք իրականացրել են այդ ցեղասպանությունը եւ հայ վրեժխնդիր բազուկը լուծել է միլիոնավոր զոհերի վրեժը այդ պարագլուխներից եւ սա թուրքերն էլ շատ լավ գիտեն, հիմա վարչակարգը արել է, հիմա վարչակարգը փոխվել է Էրդողանի վարչակարգը, որը Թուրքիայի հայերին այդքան էլ ված չի վերաբերում, եկեք ընդունենք մի բարձ ճշմարտություն, էլի որ Էրդողանի ժամանակ սկսեցին նորոգվել շատ հայ հայկական եկեղեցիները ախտամարի բանկի վրա խաչ դրեցին, ճիշտ է այստեղ իրենց բիզնես շահերն էլ կար, բայց ամենայն դեպս եթե այդպես խիստ մոտեցում լիներ նախկին վարչակարգերի նման, դա թույլ չէին տա, կարգել էին։ Հիմա իսկ ինչ վերաբերում է ցեղասպանությանը, բնականաբար ինչ է մեզ թվում, որ թուրքերը չգիտեն, որ մեր հանդեպ արել են ցեղասպանություն, բայց նրանց կողմից դա ընդունելը դյուրին խնդիր չի։ Այսինքն մենք պետք է այս առումով դիվանագիտորեն աշխատենք Թուրքիայի հետ, ես կարծում եմ Թուրքիայի հետ մենք պետք է աշխատենք եւ այս աշխարհի հետ 31 երկրների կողմից ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, ինչպես նաեւ Բայդենի, նրանից առաջ Ռեյգանի կողմից արտասահմանված կամ արտաբերած գենոցիդ բառը ոչ մի բան էլ չհանգեցրեց, մենք էլ ենք ասել այդ մասին, որովհետեւ նրանք դատապարտում են այդ երևույթը, ինչպես որ դատապարտում են այլ ժողովուրդների հետ իրականացված ցեղասպանությունը, չէ, բայց նրանք հատուսման հարց չեն դնում։ Սա նշանակում է, որ դրանք բարոյական հաղթանակներ են։ Լավ, իսկ բարոյական հաղթանակներով մենք մինչև ուր կարող ենք գնալ։ Պետք է մենք ռեալ նայենք մեր պետության շահերին, մեր ազգային անվտանգությանը, մեր պետականության ամրապնդմանը, մեր այրվանների հետ հարաբերությունների նորմալացմանը։ Բացի այդ, եթե մենք որպես հայրենիք կորցրածը հետ չենք վերադարձնում, այսինքն առանց անպագորգոր պահանջների չեն գնում ու չենք ապրում մեր պապերի հողերի վրա, թեկուզ գնելով Թուրքիայի քաղաքացի, հետո այդ հայրենիքը ինչպես է դարձնելու պետություն։ Սա շատ կարևոր հարց է, որին մենք ուշադրություն չենք դարձնում կամ գրեթե չենք դարձնում։ Շատ լավ։ Մեկ էլ եւս մեկ հարց պարոն Ներսյան, թուրք-ադրբեջանական ընդհանուր դիրքորոշման մասով Հայաստանի Հանրապետության հետ կապված։ Արդյոք կարող ենք ենթադրել, որ Արցախյան հիմնախնդրի ի օգուտ Ադրբեջանի հարցի լուծումը որոշակի իմաստով նվազեցրել է այն պահանջների սանդղակը, որոնք նախկինում դրվում էին Հայաստանի Հանրապետության առջև տարածաշրջանում իրական խաղաղության հաստատման գործընթացից ելնելով։ Գիտեք, ձեր հարցին պատասխանելը մի քիչ բարդ է այն տեսանկյունից, որ եթե ես հիմա ասեմ այո, ապա անուղղակիորեն այն ենթադրությունների տեղիքը կտա, որ հաստատեն կողմ ենք, որ Արցախը տվեցինք Ադրբեջանին։ Բնականաբար Արցախի խնդրի բարձրացումը, պատերազմով դրա լուծումը, դե ֆակտո Արցախի անկախությունը եւ ապա կորուստը շատ ցավալի էր, բայց մենք այդ կորստին պետք է մոտենանք այլ առիթներով էլի կրկնում եմ, մենք անդրադարձել ենք շղթայական, այսինքն չպետք է մենք այդ ամենը վերագրենք Հայաստանի ներկայիս իշխանություններին 18 թվականից հետո եղած, որովհետև նախկին իշխանություններն էլ մեր բանակի ամրապնդման առումով ամենայն դեպս չեն արել այն քայլերը, որոնք պահանջվում էր եւ եթե այդ քայլերը իրոք արվեին, նախապես արվեին, չմոռանանք, որ նաեւ հին զորահրամանատարությունը կար,
44-օրյա պատերազմի ժամանակ շատ տեղեր եղել է եւ հիմա այդ մարդիկ կոմենտ չեն դա ասում, մարդկանց վրա գործեր կան, դատվում են, չէ, եւ այլն, նույն դեպս դա պետք է նայենք շղթայական 98 թվականից հետո սխալ քաղաքականության Արցախի հանդեպ եւ մեր պետականությունը իրոք մի այնպիսի ուղղությամբ էր ընթանում, որ կարելի է այստեղ համաձայնել առաջին նախագահի տված բնութագրի հետ, որ դա ավազակը պետություն էր։ Նա ես հիշում եմ ասում էր մի աշխատավարձ, եթե ձեզ է տալիս, մի աշխատավարձ դնում են իրենց գրպանը, էլի։ Եվ այդ բոլորը մենք չպետք է մոռանանք եւ չպետք է հերոսացնենք, ինչպես անում են ոմանք նախկիններին։ Բոլորն էլ ունեն իրենց մեղքի բաժինը, բայց դա ամբողջական համալիր պիտի մենք մոտենանք այդ խնդրին, սա ինչի է անդրադարձա, էլի որ պիտի ձեր հարցին հիմնավոր պատասխան տամ, այսինքն բոլորը որ բերեց հանգեցրեց Ադրբեջանի կողմից Արցախի եւ գրավյալ տարածքների վերադարձին կամ մեր կողմից ազատագրված տարածքների վերադարձին, բնականաբար իմ կարծիքով բավական է Ադրբեջանի համար, այժմ նա դրանով կբավարարվի, ես կարծում եմ կբավարարվի եւ հիմա մեր քաղաքականությունը պիտի ընթանա այնպես, մեր դիվանագիտությունը պիտի ընթանա այնպիսի ճանապարհով, եթե խաղաղության պայմանագիրը ի վերջո ստորագրվի, որի նկատմամբ ես առայժմ հավատ եմ, որովհետև այս գլոբալ քաղաքական զարգացումները ուրեմն դեռևս ինչ-որ ձևով չեն հստակեցրել այն սահմանները, որ պետք է լինի եւ այդ ազդեցության ոլորտները հիմա դրա համար պայքարի գնում։ Հիմա ասենք Ուկրաինայի որոշվեց 3, չէ, բանակցությունների ժամանակ ամերիկա-ուկրաինական, ինչպես Մարկո Ռուբիոն հայտարարեց եւ ուկրաինական կողմը 30 օրյա զինադադարի այդ խնդիրն է տրվել եւ Զելենսկին համաձայնվել է, բայց դա դեռևս չի նշանակում, որ ռուսական կողմը կարող է համաձայնվել եւ կարող է այդ դեպքում արդեն Ամերիկան նորից կշարունակի, եթե կնքի մանավանդ օգտակար հանածոների այդ շահագործման պայմանագիրը Ամերիկայի ու Ուկրաինայի միջև, բնականաբար Ամերիկան նորից սկսի զենք մատակարարել եւ հետախուզական տվյալներ մատուցել, որը կարծեմ մի պահ անեց, հիմա այլի նորից մցրել է, էլի։ Այսինքն, եթե այս բաները շարունակեն, հնարավոր է, որ Ադրբեջանը դեռևս արհեստականորեն պատճառներ բերելով ցկցկում է այդ պայմանագիրը, որովհետև մտածում է կարող է ինչ-որ Ռուսաստանի հետ մի բան կատարվի, Ռուսաստանը փլուզվի կամ այս տարածաշրջանից առհասարակ քաշվի, ինչպես որ Սիրիայում թույլաtsավ, թեպետ 2 բազա ունի, բայց այդ բազաները լուրջ որևէ նշանակություն չեն ունեցել, թեպետ շատերը ասում են փրկվել են այդ Լատակիայի ջարդերից ապավինելով ռուսներին։ Այդ դա էլ կա։ Հիմա դրա համար Ադրբեջանը ցկցկում է եւ մինչեւ որ այս պատերազմը ավարտվի, հստակեցվի էլի այս գերտերությունների գլոբալ այդ քաղաքականությունը, ազդեցությունների ոլորտները։ Իսկ մինչև այդ էլ չի բացառվում, որ ինչ-որ պայմանագիր կնքվի, կարող է, թեպետ ես միշտ պնդել եմ, որ քանի դեռ չի ավարտվել այդ հակամարտությունը չի լինի, այս դեպքում այստեղ պետք է աշխատեն արևմտամետ ուժերը եւ Թուրքիան, որոնք միշտ էլ ակնդեմ կեցվածք ունեն Ռուսաստանի հանդեպ։ Շատ հաճախ մենք հիմա խոսում ենք ռուս-թուրքական համաձայնությունների մասին, միշտ էլ պետությունները ունենում են համաձայնություններ, թշնամանում են, հետո դրացիական են սարքում այդ հարաբերությունները, բայց Թուրքիան այս տարածաշրջանի ունում նաեւ քաղաքական շահերի պահման հետևանքով եւ առհասարակ հնից էլ հիմա էլ Ռուսաստանի բնական թշնամիներից մեջ են մտնում։ Շատ լավ, շնորհակալություն։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ, հաջողություն։